Իսկ ձեր կարծիքով ամենաշատը ինչի կարիք ունի դարեց մարդը մեր երկրում, ինչի պակաս։ Ինչպես եւ կամայական մարդ սիրո ջերմությունը շատ լավ բան ասեց Մանյան, ջերմությունը հենց սիրո դրսևորումներից մեկն է, այո, եւ այո, սիրո կարիք ունենք բոլորս եւ գոնե այս վերջում հասկանանք միմյանց իրենք, միմյանց աջակցենք, իրար օգնենք, որպեսզի սերը հենց առողջության հիմքն է։ Ոչ միայն շնչառությունը ախր սերը ընդարձակող process է։ Բայց երբ դու լիարժեք ներշունչ արտաշունչ ես կատարում, դու հնարավորություն ես տալիս քո թոքերին, քո սրտին ընդարձակվելու եւ ընդունելու ամբողջ միջավայրը։ Մեծ սիրտ չէ, ասում եմ։ Այո, մեծ սիրտ ունեցող մարդ դառնալու, որովհետեւ այդ թոքերի մեջ էլ նաեւ հենց ներբարփակված է մեր սիրտը, սրտապարկը։ Իսկ հենց որ բացենք, ցանկացած թույն կգա ու կդառնա մանանա։ Կյանքը դժվարացել է, ստրեսային, այս ներսրտել, այս ամեն ինչը փոխկապակցված են իհարկե։ Իսկ դա հենց ազդում է մեր շնչառության վրա։ Ամայական պարագայում, սիրելիներս, պահեք ձեր շնչառությունը կայուն, լիարժեք եւ տարածական, ընդարձակ։ Տեսեք, եթե ինչ-որ մեկը ցավ ունի, ինքը չի կարող մտածել բարձր գաղափարների մասին։ Եվ մեր նպատակը հենց այդ ցավը վերցնելն է եւ ինչու հենց մեծահասակների հետ աշխատելը, որտեվ նրանց ուսերին ոչ միայն իրենց ցավն է, այլ նաեւ իրենց ընտանիքի ցավն է։ Հիմնականում գալիս են կանայք, իսկ կանայք ովքեր են մեր ընտանիքներում, բոլորի բեռը վերցնող, իրենց կյանքը չունեն։ Իրենք միայն ապրում են իրենց երեխաների, իրենց ամուսինների, իրենց նույնիսկ կեսուրների եւ կեսրայրների համար։ Տնային հոգսերով։ Այո, տնային հոգսերով։ Իդեպ շատ երիտասարդ նաեւ տարիքի կանայք ունեն, 45-50 տարեկան, եւ այդ կանայք օրինակ շատերը գալիս են ասում են, գիտեք, ես այսօր չեմ կարող գալ, որովհետեւ պետք է խնամեմ կեսրոջս կամ կեսրայրիս, հա, այդպես այսքան նմանատիպ խնդիրներ էլ կային։ Արդեն իսկ խոսում եմ, որ մենք հակված ենք բեր վերցնելու մեր ուսերին։ Ես դեմ չեմ, խնամքը, հոգատարությունը լավագույն բանն է, որ մենք կարող ենք անել եւ կնոջ առաքելություններից մեկն է։ Բայց դա չի նշանակում, որ կինը, մարդը, մեծահասակը, տղամարդը, հա, կապ չունի, ինքը իր մասին եւս հոգ պետքա չտանի։ Ուզում եմ նշել, որ վիճակագրությունը ցույց է տալիս, որ դեմենցիա ունեցող անձանց խնամողների 40%-ը աղջիկներն են, հարցներն են, կանայք են։ Աթոռին նստած, այստեղ ես հենց հիմա նստած եմ եւ տեսնում եմ ձեր ջրի բաժակի վրա նկարած է տատիկ-պապիկ, տատիկը ձեռնափայտով է, պապիկը մի քիչ կռացած մեջքով, սա արդեն իսկ աննորմալ գործառույթ է եւ սա մարդուն իդեպ անկախ տարիքից մարդը պետք է ուղիղ քայլի։ Եվ սա արդեն իսկ խոսում է, որ այս մեր խեղճ տատիկ պապիկը ունեն քրոնիկ հիվանդություններ։ Մեկի դեպքում, հա, իհարկե, իրականությանը համահունչ լինել, իսկ մենք ասում ենք նաև առողջապահության նախարարությունը ասում է իրականությունը կարող է այլ լինել։ Այնպես ինչպես ամեն ինչը, անպայման չի, որ մենք տառապելով մեռնենք, էլի, մենակ է չի։ Որակը, պետք է որակ բերենք, հա։ Ձեռքերի վարժությունները, տեսեք, մենք օրվա ընթացքում ահա որ շատ ձեռքերը այսպես ֆիքսված ենք մեզ պահում։ Եվ մաքսիմալ գործը որ անում ենք, այդ ասենք ճաշ եփելը կամ տունը հավաքելն է։ Իդեպ կանայք գոնե նման եղանակով ինչ որ ձևով թափ են տալիս իրենց օրգանիզմը։ Սակայն այդ շարժումները եւս կրկնվող են եւ սովորական են արդեն դարձել, հա, ոնց որ պրոֆեսիոնալ գործառույթ ունեն եւ արդեն իսկ դա նշանակում է, որ այնտեղ ինչ որ մեկ այլ տեղում հաստատ կոմպենսացված վնասված մի այլ հատված է լինելու եւ ցավը ոչ թե ասենք ձեռքերից է զգալու, այլ մարմնի այլ հատվածում է ցավը կզգաս, օրինակ վզի ցավ, օրինակ։ Եվ մենք խորհուրդ ենք տալիս օրինակ ձեռքերի թափահարման վարժանքներ կատարել։ Օրինակ վերև ներքև, շունչ վերև, արտաշունչ ներքև։ Ինչի շունչի ժամանակ ձեռքերը վեր, արտաշունչին վար, որովհետև ենթադրվում է, որ երբ որ ձեռքերը վերև ենք բարձրացնում, մենք նպաստում ենք, որ գոնե թոքերի վերևի հատվածը ակտիվանա, հա։ Դեպի կողք տարածումը կլավացնի միջին հատվածի զարգացում, այսինքն շունչ, ձեռքերը տարածում են կողք ու ներքև, հետո հաջորդը
Տեսեք, ձեռքը ոչ միայն ձգվում է վեր, այլ նաև գնում է ետ, չէ՞, ձգվում է հետ։ Այսինքն այս հետ վարժանքները, ձեռքերը հետ տանելու, մատները հանգուցելու, փորձը գոնե, հա, եթե դա էլ հնարավոր չէ, կարելի է պարզապես որոշակի սրբիչ վերցնել, ձեռքերը մեջքի ետևում, այդ սրբիչով փորձել հավաքել։ Նպատակը կրկին այն է, որ մեր կրծքամկանը երկարացնենք, բոլոր այն մկաների հետ գոնե խմբային աշխատենք, որոնք անմիջապես կապ ունեն մեր թոքերի հետ։ Եվ Պարզն ասում եմ նորից, ուղղակի եթե նստած ենք, դիրքավորվենք այնպես, որ կարողանանք ձեռքերը վեր ու վար անել։ Եվ որովայնային շնչառություն լավարկելու համար կամ կոնքի հատակի առողջություն լավարկելու համար շատ պարզ մի վարժանք կա։ Պարկում ենք պարզապես հատակին, թեկուզ, չգիտեմ, տանը գորգի վրա, որը բազմոցին է մոտ, հա, եւ ոտքերը բազմոցին ենք դնում պարզապես։ Ոչ մի մեծ բան հարկավոր չէ։ Ինչ ենք անում օրվա ընթացքում կուտակված այդ ոնց ասեմ ավիշը, հա, երևի ավիշը կամ արյունը նպաստում ենք եւ ոտքերը վերև դնելով, որ այդ հոսքը վերադառնա, այո, հետ հոսքը վերադառնա դեպի այս հատվածը, այսինքն կրծքավանդակը եւ սիրտը, հա, եւ որպեսզի արյան որակը եւս լավանա եւ նյութափոխանակությունը նորից լավանա։ Էլի այնտեղ շատ վարժանքներ կան, օրինակ դեպի առաջ ծալումը, հաջորդը էլի որովայնի աշխատանքը լավացնելու համար կամ մարսողության որակը լավացնելու համար պարզապես նստած տեղում շունչ ձեռքերը վեր, արտաշունչ ծալվում ենք առաջ, ձգտում ենք ձեռքերը հատակին հասցնել։ Շատ պարզ վարժանք է, որ կարող ենք ամեն օր արտանալուց հետո կիրառել, շատ բարդ բան չի դեպ ասեմ։ Հուսանք, որ ունկնդիրները հիմա լսում են եւ փորձում են զուգահեռ։ Ես նաեւ խորհուրդ կտամ հատկապես, եթե ունկնդիրների մեջ կան նաեւ մեծահասակների ոնց ասեմ, խնամողները, չէ, բայց երեխաները, հա, այո, զավակները կամ թեկուզ զույգերը, օրինակ կարող են զույգով մեծահասակներն մեզ լսում, թող կինը լվանա ամուսնու ոտքերը աղաջրով, դա եւս կլավացնի ավշային հոսքը, եւ հակառակը տղամարդը լվանա կնոջ ոտքերը եւ մերսի։ Բայց աղաջրով էլի, որ դա նպաստում է, որ մի փոքր ճնշման տատանում լինի եւ կարողանա այդ ավիշը վերև բարձրանալ, հա։ Մեր հասարակության մտածելակերպի համար նոր գուցե խորտ բաներ եք ասում, բայց գուցե ոմանք կկիրառեն, Օֆելիա ջան, ասեմ ավելին, կարծում եմ, որ մեծահասակների մեջ սերը շատ ավելի շատ է, քան ժամանակակից երիտասարդների մոտ։ Մեծահասակները մեծ համբերություն ունեն եւ հանդուրժողականություն ունեն միմյանց հանդեպ, քան երիտասարդները մեր ժամանակներում։ Նրանք ինչ որ ձևով կարողացել են հաղթահարել բոլոր այն խնդիրները, որոնց առջև հենց հիմա ժամանակակից զույգերն են կանգնած, բայց արի ուտես նրանք չեն բաժանվել, շարունակել են միմյանց հետ ապրել, ընդունել միմյանց սովորությունները ընդունել, կենցաղ ամենաբարդ բանն է, եւ կենցաղավարողը հիմնական հենց կինն է, տան շեֆը, տիրակալը, տիրուհին, ինչ ուզում եք ասեք, տերը կինն է իրականում, եւ նրա շուրջ է որ հավաքվում է։ Այդ ջերմությունը, օջախի ջերմությունը հենց կինն է պահպանում եւ կարծում եմ, որ նրանց առողջության մասին մի փոքր մտածելը, նրանց ոտքերը լվանալը վատ բան չէ։